Բարև ելքներ եղբայրներ ջան, եկեք անդրադառնանք կարևոր հարցի, եղբայրներից այդ հարցը տվեցին եւ այսօր արդիականը ավելի այս մասին խոսենք։ Ամեն դեպքում եկեք մի բան հիշենք, որ որևէ մեկ թեմայի մասին մենք որ խոսում ենք, մեզ համար ամենակարևորն է տեսնենք Աստվածաշունչը այդ թեմայի վերաբերյալ ինչ ասում։ Եվ ոչ թե Աստվածաշնչյան խոսքը մենք հարմարացնենք մեր հասկացողություններին, մեր ճաշակին, այլ մենք հարմարվենք Աստծո խոսքին։ Դրա համար առաջնայինը մեզ համար քննել եւ տեսնել իրականում ինչ ասում Աստվածաշունչը։ Ուրեմն թեման, որի մասին ուզում եմ խոսենք, դա այսպես է, որքանով է արդարացված Աստվածաշնչյան տեսանկյունից, այն որ քրիստոնյան իր մարմնի վրա կկրի դաջվածքներ, կամ քրիստոնյա եւ տատուն։ Այս թեմայի մասին եմ ուզում խոսենք։ Տեսեք, եթե ուսումնասիրենք մարմնի հետ կապված ծիսական եւ արարողական սկզբունքները, կտեսնենք, որ այն սերտ կապված է հեթանոս վարքի եւ երկրպագության եւ ինքնահաստատության կերպերի հետ։ Ուշադիր լսեք բառերը, խնդրում եմ։ Եթե ուսումնասիրենք մարմնի հետ կապված ծիսակատարությունները, արարողակարգը, մարմնի հետ, կոնկրետ ֆիզիկական մարմնի վրա, մարմնի հետ կապված, կտեսնենք, որ այս սերտ կապված է հեթանոս աշխարհի սկզբունքների հետ, որը նույնպես կապված է հեթանոսական վարքի, երկրպագության, Աստված ճանաչության, Աստված պաշտության եւ նաեւ ինքնաարտահայտության կերպետ։ Ինչի Աստված պաշտության եւ ինքնաարտահայտության հեթանոս Աստված ճանաչությունը շարունակում է մնալ անիմիզմ ընկալման մեջ։ Ինչ է անիմիզմ։ Անիմիզմը, երբ որ անձը առարկաներին, որոշակի ֆիզիկական երևույթներին տալիս է իր ընկալումից բխած հասկացողություն եւ տալիս է նրանց հոգեվոր սկզբունք, այսինքն այս ծառի մեջ այսպիսի հոգի կա, բարի հոգի կա, այս ծառի մեջ այս չար հոգի կա, կրակը բարի հոգի ունի, ջուրը չար հոգի ունի կամ հակառակը։ Այսինքն սա անիմիզմ ընկալումն է, երբ որ առարկաների մեջ անձը տեսնում է հոգի կամ առարկաների մեջ տեսնում է զորություն կամ հասկացողություն, եւ այդ առարկայի մեջ կարա լինի չար հոգի, կարա լինի բարի հոգի։ Հիմա կասեք ինչ կապ ունի սա այդ մարմնի հետ։ Տեսեք, սա այս նա է, երբ որ օրինակ դուք հիմա եթե նայեք հեթանոս, այսինքն եթե ավելի հարավային երկրներում չուսումնասիրված դեռ, ինչպես մենք ասում ենք, աֆրիկական ցեղերը, եթե նայեք կտեսնեք նրանց մոտ առավել նրանց ինքնաարտահայտությունը, որ իրանք այդ ցեղից են, շատ վառ արտահայտվում է իրենց մարմնի վրա դաջվածքներով, ներկերով, մարմնի վրա որոշակի ծիսակատարություններ արողակարգ անելով։ Կլինի կանանց մոտ, կլինի տղամարդկանց մոտ։ Այսինքն դուք կտեսնեք, որ մարմնի վրա է այս ամբողջ արտահայտությունը ավելի շատ ինչի, որովհետև այստեղ կա մի կարևոր սկզբունք։ Ընդհանրապես, երբ որ խոսում ենք հեթանոս Աստված ճանաչության մասին, միշտ հիշեք, որ հեթանոսի համար մարմինը հանդիսանում է կարևոր սեփականությունը։ Քրիստոնեական սկզբունքի մեջ առաքյալն ասում է, չգիտեք, որ դուք ձերինը չեք։ Մեր մարմինները պատկանում են Աստծուն։ Հեթանոս ընկալման մեջ այդպիսի հասկացողություն չկա։ Հեթանոսի համար մարմինը հանդիսանում է իր անձի կարևորագույն արտահայտության կերպը, իր մարմինը։ Հիմա օրինակի համար եթե կտեսնեք կան ցեղեր, որոնք իրենց աղջիկների վզի մասը օղակներ են հացում, որպեսզի վիզը երկարացնեն։ Եվ եթե այդ օղակը հանեք, վիզը կկոտրվի այդ անձի։ Արդեն այնքան երկար է, վիզը կծալվի եւ կխեղդվի։ Այսինքն այստեղ կարելի է ասել, որ նաեւ ոչ բնականորեն մարմնի վրա ազդեցություն կա։ Ինչի, որովհետեւ նրանց համար նրանց գեղեցկության ընկալումը, ձևավորումը իրենց հասկացողության, ըստ իրենց ցանկության արտահայտության երկար վիզ ունենալն է։ Հիմա տեսեք, այսինքն գոյություն ունի երկու չափորոշիչ, կա քրիստոնեական ընկալում գեղեցկության եւ կա հեթանոս սկզբունքներից գեղեցկության ընկալում։ Հիմա, որpիսի մենք ավելի հասկանանք այս սկզբունքը, դրա համար ես սկզբից բառը սկսեցի հեթանոս աշխարհի հետ կապված կամ հեթանոս սկզբունքների հետ կապված, ընդհանրապես մարմնի վրա ծեսեր եւ արարողակարգը։ Ինչի, հիմա սրա համար ես ուզում եմ, որպեսզի մենք ավելի խոր տեսնենք։ Ցեք 5 կտակարանում միշտ կտեսնեք, որ այն ավելի արտահայտում էր, այսինքն ծեսերը մարմնի վրա որոշակի կտրվածքներ, որոշակի դաջվածքներ անելը, միշտ արտահայտում էր հեթանոս աշխարհի կամ հեթանոս աստվածպաշտության վարքը։
որը արտահայտվում է կամ որպես թալիսման, կամ որպես ֆետիշ։ Ֆետիշ դա նշանակում է ինչ-որ մի գիծ, ինչ-որ մի արարողակարգ մարմնի վրա, որը քեզ կազատի չարից։ Դա համար ես ասացի, այն կապված է անիմիզմի հետ։ Օրինակ շատ անգամ հայերը դուք լսել եք, խփում են ինչ-որ մի սեղանին, ասում են թու, կտկտացնում են, ասում են թու, սատանի ականջը խուլ կամ չարի ականջը խուլ։ Դա նույն անիմիզմի սկզբունք է մնացած, որ ասում են այդ առարկայի մեջ կա չար հոգի, չլսի մեր ասածը եւ մեր դեմ շուրջ չտա մեր ասածը։ Դա այս սկզբունքից է գալի։ Քրիստոնեական աշխարհում նույնիսկ մնացել է այս ամեն ինչը։ Հիմա մի քիչ հետո մենք նաև խոսենք սինկրետիզմի մասին, որտեղ դաշվածքը կապված է սինկրետիզմի հետ։ Սինկրետիզմը դա հեթանոս աստվածպաշտության կերպերը ներմուծել քրիստոնեական սկզբունքների մեջ։ Սա սինկրետիզմ է կոչվում։ Հիմա օրինակ դուք կարաք այդպեսի վարք տեսնեք, երբ որ տրնդեզն է տեղափոխել քրիստոնեական կյանք, երբ որ վարդեվարն է տեղափոխել, չեն կարողացել ժողովրդի միջից այդ հեթանոս սկզբունքները հանեն, այդ տոնը ձևափոխել են, արել են քրիստոնեական, բայց դա շատ վտանգավոր է։ Այսինքն տոնը մարդկանց կյանքում մնում է հեթանոս սկզբունքներով, բայց խոսում են այդ մասին քրիստոնեական սկզբունքների մեջ։ Այսինքն Աստվածաշունչը այդպիսի տոների մասին չի խոսում։ Չի կարելի հեթանոս արարողակարգը, որը իր հիմքում ունի հեթանոս աստվածպաշտության տար, չի կարելի այն փոխանցել քրիստոնեության մեջ եւ տալ նրան քրիստոնեական խորհուրդ, չի ստացվի, այն ավելի հեթանոս սկզբունքը կգերիշխի, ինչի, որովհետեւ ինչը որ Աստվածաշունչը մեզ չի ասում կամ ինչը որ Քրիստոսը մեզ չի արտոնում, դա նշանակում է վտանգավոր է։ Սա շատ կարևոր է։ Եվ մինչև այսօր կտեսնենք անձինք, որոնք իրականում վարդեվարին եւ տրնդեզին տալիս են հեթանոս հասկացողությունը, որքանով էլ քահանա նրանց կողքը խոսի, չգիտեմ, հեքիաթներ պատմի, որ սա քրիստոնեական տերդ առաջ է, որևէ մեկ փոփոխություն չկա։ Անձը այն գրանցում է որպես կրակի վրայից թռնել, որ չարը խափավի։ Ինչ ուզում եք ասեք, սա, այսինքն չի կարա լինի փոփոխություն սկզբունքների, չի ստացվի այդպես։ Այսինքն հենց այն հիմքը, որ նրանք հեթանոս տոնը տեղափոխել են քրիստոնեական շրջան, արդեն վտանգավոր է։ Այստեղ սա շատ կարևոր է սա հասկանալ։ Եվ սա, ինչպես ես ասացի, սա սինկրետիզմ է կոչվում, բայց եկեք հերթականությամբ գնանք, որպեսզի մենք տեսնենք ընդհանրապես ինչպես էր արտահայտվում այս մարմնի հետ կապված արարողակարգը 5 կտակարում եւ ինչի համար էր Աստված միշտ նրանց զգուշացնում, ամեն անգամ երբ որ կտեսնեք, երբ որ Աստված խոսում է, որ զգուշ մնաք, խոսքը վերաբերվում էր Եգիպտոսից ձեռք բերած Իսրայելի կյանքում սովորություններին։ Այս սովորությունները իսրայելացու սրտի մեջ էր, հասկացողության մեջ էր մնացել։ Որքանով էլ իսրայելացի ֆիզիկապես դուրս էր եկել Եգիպտոսից, այսինքն էլ այդ լույսի տակ չէր եգիպտացիների, բայց նրանց սրտի մեջ եգիպտական աստվածների կամ չաստվածների պաշտամունքը, ավանդույթները 430 տարի նրանք Եգիպտոսում են, սերունդները փոխվել Եգիպտոսում։ Եվ իհարկե մենք գիտենք, որ հասարակության ազդեցությունը մանավանդ վասալի ազդեցություն, այսինքն մանավանդ այն, երբ որ ճորտ եւ կա իշխան, եւ իշխանը պահանջում է ճորտից, որ իր սկզբունքներով վարվի, ավելի մեծ ազդեցություն է։ Եվ իսրայելացու, եթե իսրայելցի ֆիզիկապես դուրս է եկել Եգիպտոսից, մենք տեսնում ենք, որ Իսրայելի կյանքում մնացել են այս հեթանոս աստվածպաշտության տարերը։ Եվ Աստված ամեն անգամ, երբ որ նրանց հետ խոսում էր, ասում էր այսպես չվարվեք, ինչպես մյուս ազգերը։ Ինքը միշտ շեշտում էր այդ մասին, ես մի քիչ հետո կարդամ հատված, միշտ ասում էր, որովհետև ես եմ քո Տեր Աստվածը, որ սուրբ է, որովհետև ես եմ քո Եհովա Աստվածը, եւ ես սուրբ Աստված եմ։ Սուրբ նշանակում էր զատված չաստվածներից, զատված կուռքերից։ Եվ Աստված ինքը Իսրայելին տալիս էր աստվածպաշտության կանոնները, տարբեր նրանցից, որովհետև հեթանոս աստվածապաշտության տարերը գրկված էր կենցաղի մեջ, եւ կերակուրներ վերաբերվում նրանց աստվածպաշտությանը, եւ այդ կերակուրի պատրաստման կերպերը, եւ հագուստները, եւ նրանց պարերը, մշակույթը, բոլորը բնորոշում էր նրանց չաստվածպաշտությունը, այսինքն կռապաշտությունը, եւ սա մարդու սրտի մեջ էր, այսինքն մարդու հասկացողության մեջ էր, այսինքն սա ձևավորում էր մարդու եւ ճաշակը, եւ գեղեցկության ընկալումը, հեթանոս սկզբունքները, իսկ թվում է հասկանալի եմ ասում։ Ուրեմն այս արտահայտում էին հեթանոս սնահավատությունը, այս ընդհանրապես այս մարմնի հետ կապված արարողակարգի եւ ծեսերը, որը արտահայտվում էր որպես թալիսման, որպես ֆետիշ չարից ազատվելու, ինչպես աչքի ուլունք եք ասում, այդպես կտրվածներ կար մարմնիա, որ անում են, որ չարից ազատվեն,
կամ նվիրման ծեսեր արուր էին հանում որոշակի առումով իրենց մարմնի վրա, կտրված եւ այդպիսի կտրված կերեն, որ մնում էր այդ սպին, որպեսի բոլորին ցույց տան, որպեսի բոլորը տեսնեն, որ ինքը դա արել է։ Այսինքն սրանք կա, այսինքն նվիրվածության ծեսեր կամ նշան տարբերակող, կամ որպեսի ցեղերը տարբերվեին, ամենը օգտագործում էր կապույտ գույնը դաջվածքի մեջ, մյուսը կարմիր գույնը, կամ մյուսը սպիտակ գույնը, որպեսի տարբերվեին։ Այսինքն մարմնի արարողակարգը կապված էր ընդհանրապես նրանց աստվածպաշտության հետ, կամ իրենց ցեղի ինքնորոշման, իրենց ցեղի ինքնահաստատման հետ, եւ նաեւ անձի ինքնահաստատման հետ։ Կոնկրետ անձը իր վրա կարար նշաններ անել, որով ցույց էր տալի, որ ինքը պատկանում է այլ կատեգորիայի կամ մարդկանց այլ խմբի։ Սա այդ մարմնի վրա արտահայտվող ծեսերն են։ Ուրեմն 5 տակարում Աստված արգելում էր Իսրայելին, որպես իր սեփական ժողովուրդ կրեր հեթանոս աստվածպաշտության կամ կռապաշտության ձևավորված ավանդույթներ կամ սկզբունքներ, եւ դրանք մեծ մասամբ հեթանոս ժողովրդի կենցաղում կիրառվող տարրեր էին։ Ինչպես նաեւ արդեն ես ասեցի, կերակուրներ, այդ կերակուրների պատրաստման ձևերը, հագուստները, մարմիրակտրվածքները եւ դաջվածքները, կամ տոները, որոնք նվիրված էին կուռքերին, կամ այդ տոնակատարության ընթացքում այդ արողակարգը եւ ծեսերը։ Այսպես էր արտահայտված։ Հիմա եկեք անդրադառնանք որոշակի առումով 5 տակարին, որովհետեւ տեսնենք ինչքանով է Աստվածաշունչը սա միշտ ավելի ներկայացնում որպես բացասական կամ արգելք իրական Աստված ճանաչության կյանքում, որպես արգելք։ Ես ինչի եմ սա խոսում։ Սա հիմքն է։ Ես երկու կարևոր սկզբունք եմ ուզում խոսել, որովհետեւ մեզ համար Աստվածաշնչյան ընկալումը դաշվածների վերաբերյալ լինի ամբողջական։ Ես երկու սկզբունքի մասին եմ խոսելու։ Առաջինը խոսելու եմ որտեղից է գալի այդ հիմքը հասկացողության դաշվածքի, եւ երկրորդ մենք անդրադառնալու ենք ինչպես է ձևավորվում կամ ինչ վտանգ կա, որ այսօրվա քրիստոնեական աշխարհում ինչը կարա ձևավորի նրա գեղեցկության ընկալումը, ինչը կարա ձևավորի եւ ինչպիսի մտածելակերպ կա, երկու տարբեր մտածելակերպ կա։ Երկրորդ մտածելակերպը, որը շատ վտանգավոր է, դրանից գալիս է հենց այդ դաջվածքների հանդեպ խնդիր չտեսնելը։ Ես ցույց կտամ ձեզ դա։ Բայց սկզբում եկեք անդրադառնանք հիմքին։ Հիմքում ինչ եք տեսնում։ 5 տակարանը խոսում է, որ այն կապված է հեթանոս աստվածպաշտության հետ։ Բայց տեսեք, նոր կտակարանը այդ մասին ոչինչ չի ասում։ Ուրեմն Կարանք մենք ասենք, որ դա 5 տակարանում էր, դա կապված է հեթանոսության հետ, բայց այսօր ես կարամ դաջվածք անեմ իմ մարմնի վրա, աստվածաշնչյան համարներ եւ այնպիսի դաջվածք, որը մարդկանց կմղի դեպի քրիստոնեություն։ Կարանք ասենք, բայց եկեք անդրադառնանք որքանով է սա աստվածաշնչյան ընկալում։ Այս այմ ուզում եք տեսնել։ Դառնանք սկզբից հիմքին։ Ամեն անգամ, երբ Աստված տալիս էր Իսրայելին զգուշացումներ եւ արգելքներ, միշտ հիշեք, այստեղ կարևոր է հատվածի մեջ, երբ որ դուք կարդում եք, ձեզ կթվա թե Աստված խոսում է արգելքների մասին, բայց իրականում չի խոսում արգելքների մասին, այլ արտոնյալության մասին։ Աստված ասում է ինչպես վարվեք, եւ երբ որ ինքն ասում է այսպես մի արեք, անմիջապես կտեսնեք ասում է այլ այսպես վարվեք։ Այսինքն ոչ թե Աստված ցուցակ էր տալի ինչ չի կարելի անել, այլ Աստված ցուցակ էր տալի ինչ պիտի անեք, որ ես պաշտամունքի առարկա լինեմ ձեր։ Այսինքն ինչ պիտի անեք, որ ինձ նմանվեք եւ իմ բարոյական արժեքները ընդգրկեք մյուս ազգերի մոտ, որտեղ Իսրայելը հանդիսանում էր ավետարանիչ ազգ։ Այսինքն Իսրայելը իր կանոններով, իր կյանքի կենցաղով, իր վարքով, արժեքներով միշտ ներկայացնում էր ով է իրական Աստված։ Այսինքն Աստված Իսրայելի միջոցով արտահայտվում էր, թե ով է ինքը եւ ովքեր են նրանց այդ շրջում եղած ազգերի չաստվածները։ Այսինքն սա որոշակի առումով ավետարանչություն էր այդ քանանի երկրում, որտեղ Աստված դրել էր Իսրայելի նրանց մեջտեղը։ Եվ նաև Աստված պատժում էր Իսրայելով նրանց, շատ անգամ նրանց երկիրը վերցնելով եւ ասում էր, որտեղ նրանց չարությունը լցվել է, հասել է իր ժամանակին։ Ուրեմն, եկեք սա հիշենք, ամեն անգամ երբ Աստված տալիս էր այս Իսրայելի զգուշացման արգելքները եւ արտոնությունները, միշտ կարեւորում էր այս հասկացողությունը, այսպես չանեք, քանի որ ես ձեր Եհովա Աստվածը Սուրբ Աստվածը։ Եկեք ընթերցենք, ես վերցրել եմ մի հատված, շատ հատվածներ կան, որպեսզի չխճճվենք հատվածների մեջ, ամեն դեպքում հատվածները խոսում են նույն սկզբունքի մասին, ավելի աստվածահայտությունը ինքը պրոգրեսիվ է, ավելի աճեցնում։ Հնգամացյանի մեջ, եթե նայեք Սկսածենոց գրքից մինչև վերջին գիրքը, երկրորդ օրինաց կտեսնեք, որ ամբողջանում է, արդեն ամբողջանում է աստվածճանաչության այդ սկզբունքը, որի մեջ Աստված ցույց է տալի, ինչը կարա ձեզ արգելի ինձ ճանաչելու եւ ինչը կարա ձեզ մղի ավելի ինձ նմանվելու։
կամ իմ սեփական ժողովուրդը լինելու։ Այսինքն սրա համար ես ընտրել եմ ուղղակի Ղևտացի 18-րդ գլուխը, որոշակի հատվածներ կկարդանք, մի քանի կանադառնանք առաջի համարից, որպեսզի տեսնեք եւ ամեն անգամ կկրկնվի սա։ Ես եւ տեսեք առաջի համարից, եւ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. «Խոսիր Իսրայելի որդիների հետ եւ ասիր նրանց»։ Ուշադիր լսեք, խնդրում եմ։ Ես եմ Եհովան ձեր Աստվածը, տեսնում եք անմիջապես Ես եմ Եհովան ձեր Աստվածը, իսկ ուրիշ աստվածներ դուք չունեք, ես եմ ձեր միակ Աստվածը։ Ես եմ Եհովան ձեր Աստվածը, ուշադիր եք, այն ձեր բնակված Եգիպտոս երկրի գործքի պես չանեք։ Ես եմ ձեր Աստվածը եւ անմիջապես ասում եմ ձեր Եգիպտոսի երկրում բնակված վարքի նման չվարվեք, որտեղ ես եմ ձեր Աստվածը։ Այդտեղ դուք միգուցե ունեիք ուրիշ աստվածներ, ձեր սրտում պաշտում էիք, բայց ես եմ հիմա ձեր Աստվածը։ Ես եմ ձեզ հանել այդ չաստվածների լուծի տակից, հիմա ես ձեր Աստվածն եմ, այդպես չվարվեք։ Այդ ձեր այդպիսի վարքը իմ առաջ համարվում է պղծություն։ Դուք պղծում եք իմ անունը, որտեղ ես իմ փառքը չեմ տա կուռքերին։ Այսինքն ես ունեմ իրական փառք, նրանք ոչինչ չունեն։ Այդպես չլինի, հիշում եք ինչ արեց Իսրայելը։ Երբ որ Մովսեսը ուշացավ, երբ որ բարձրացել էր Սարը պատվիրանների հարցով, երբ որ ուշացավ, Ահարոնին բռնեցի եւ Ահարոնի ստիպեցի, որպեսզի Ահարոնը ցուլ շինի կամ շինի ինչ-որ մի կուռք եւ ասել. «Սա է այն Աստվածը, որ մեզ հանեց Եգիպտոսի երկրից։ Սա է մեր Եհովա Աստվածը»։ Նրանք ուզում են միշտ տեսնել, իրաց առաջ ունենալ մի պատկեր, իրաց առաջ ունենալ ինչ-որ մի առարկա, որը կբնորոշի, որ այդ Աստվածը իրենց մեջ ներկա է։ Այն, որ Աստված գնում էր իրանց առաջ ամպի սյունով եւ գիշերը կրակի սյունով, սա խորհրդանիշ էր, որ ժողովուրդը նրա հետևից գնա, բայց կռապաշտության մեջ ժողովուրդը միշտ ուզում է տեսնի մի պատկեր, դա որ Աստված ասում է, ինչ չեք տեսել եւ որևէ մեկ նմանությունով կենթանու երկրի տակ, ջրի վրա երկնքում չտակ ինձ նմանություն, որտեվ ես ձեր Եհովա Աստված եւ այստեղ է խնդիրը, որ ասեցին մեզ համար մի Աստված շինի։ Սա այդ եգիպտացիներից մնացած աստվածպաշտության սկզբուկն է նրանց սրտերի մեջ։ Դրա համար եկեք ուշադիր նայեք սրա։ Տեսեք, եւ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. «Խոսիր Իսրայելի որդիների հետ եւ ասիր նրանց. Ես եմ Եհովան, ձեր Աստվածը», ուշադիր նայեք բառերին։ Ես եմ Եհովան, ձեր Աստվածը, ինքը շեշտում է։ Այն ձեր բնակված Եգիպտոսի երկրի գործքին պես չարեք։ Ղևտացի 18 առաջի համարից եմ կարդում։ Եվ Քանանի երկրի գործքի պես ուր որ ձեզ պիտի տանեմ չարեք, այդպես չարեք եւ որտեղ որ տանեմ այդպես չարեք, որ նրանց կանոնների համեմատ չգնաք։ Սա ամենակարևորը։ Իմ դատաստաններն արեք եւ իմ կանոնները պահեցեք, որ նրանցով գնաք։ Ես եմ Եհովան ձեր Աստվածը։ Երբ որ ասում այդպես չանեք, ինչ տեսակ հետևից։ Իմ դատաստաններն արեք եւ իմ կանոնները պահեցեք, որ նրանցով գնաք, որ նրանցով ընթանաք, ձեր կյանքը նրանցով ընթանա։ Ես եմ Եհովան ձեր Աստվածը։ Այսինքն սա շատ կարևոր է մեկ հասկանալ։ Անմիջապես հետևից սկսում է. «Եվ պահեցեք իմ կանոնները եւ իմ դատաստանները, որ մարդը, որ նրանց կատարե, նրանցով կապրե։ Ես եմ Եհովան»։ Քանի անգամ լսեցիք այս փոքրիկ հատվածի մեջ 1-ից մինչև 5 համարում բառակապակցության վերջում կարծես կնիկ դրած. «Ես եմ Եհովան, ես եմ Աստվածը ձեր, ես եմ»։ Ինչի՞։ Որովհետև սա ասոցացվում էր, այսինքն այն կանոնները, որ Աստված տալիս էր, ասոցացվում էր իր անձի հետ։ Եթե դուք ուզում եք իմ ժողովուրդը լինեք, ուրեմն այսպես պիտի վարվեք։ Ոչ թե ուղղակի ասեք, որ Եհովան է մեր Աստվածը, այլ այսպես վարվեք, ձեր կյանքի սկզբունքները պիտի փոխվի, որ մյուսները տեսնեն, որ դուք նրա նման չեք, նրանց նման չեք։ Սա կարևոր է, սա քրիստոնեական կյանքի կարևոր սկզբունք է։ Դրա համար չկա քրիստոնյա, որի ճաշակը Քրիստոսը չի փոխել։ Չկա քրիստոնյա, որի գեղեցկության ընկալումը կամ կյանքի ընկալումը կամ կյանքի նպատակը չի փոխվել։ Եթե չի փոխվել, քրիստոնյա չի։ Այս սա է ամբողջ խնդիրը, որովհետև Աստված տալիս է քրիստոնյային, տեսեք, նոր ուխտի շրջանակում կարևոր սկզբունք։ Ես ձեզ նոր սիրտ կտամ։ Նոր սիրտ լեբ հասկացողությունը նշանակում է հասկացողություն, ուշադրության կենտրոնը ձեր։ Նորը կլինի։ Դուք ուրիշ մղում կունենաք, դուք ուրիշ զգացմունքներ կունենաք, դուք այսինքն ձեր զգացմունքները ուրիշ նպատակի կհետապնդեն։ Դուք կլինեք այլ։ Այսինքն մենք կարող ասենք քրիստոնյա նրա վրա թագավորում Աստծո շնորհքը, բայց նրա կյանքը չի փոխվել։ Վարվում է հեթանոսների մոտ։ Ոչ, Հովհաննես Առաքյալն է ասում, եթե մեկն ասի, որ ինքը Աստծո հետ հաղորդակցություն ունի, բայց խավարի մեջ գնա, ընթանա, խավար նշանակում է հեթանոս կերպով վարվի, ստախոս է։
Իսկ որովհետև ասում է, եթե ասում եք, որ դուք հաղորդություն ունեք նրա հետ, բայց վարվում եք խավարի մեջ, սուտ եք խոսում։ Ինչ է սա նշանակում, որ դուք հեթանոս կերպերը կատարելով դուք ասում եք, որ դուք քրիստոնյա եք։ Չի կարա հեթանոս կերպով դուք չեք կարող ասեք, որ քրիստոնյա եք։ Դուք քրիստոնյական կերպերով պիտի ասեք, որ դուք քրիստոնյա եք։ Հեթանոս կերպը ցույց է տալի, որ դուք դեռ հեթանոս եք։ Այսինքն բառերով չի։ Սա շատ կարևոր է մենք հասկանանք։ Եվ անմիջապես 5 համարից եւ պահեցեք իմ կանոնները եւ իմ դատաստանները, որ մարդը, որ նրանցով կատարե, նրանցով կապրե։ Ես եմ Եհովան։ Անմիջապես ոչ մեկ իր արյունակից ազգականի մոտ չմոտենա նրա մերկությունը բանալու համար եւ հետագայում սկսում է ամեն արգելքներ եւ ցույց տալի լավ ինչպես վարվեք, այսպես չվարվեք, բայց այսպես վարվեք։ Այսինքն այս կանոնները ոչ թե հանդիսանում էին արգելքներ, այլ արգելքները ուղղակի ցույց են տալի ինչպես պիտի նրանք վարվեն։ Այստեղ ոչ թե ցանկ էր թե ինչ պիտի չանեն, այլ ցանկ էր թե ինչ պիտի անեն, եւ այդ ինչ պիտի չանելը ցույց է տալի ինչպես պիտի վարվելը։ Այսինքն սա շատ կարեւոր է մենք հասկանանք։ Հիմա մենք գանք ավելի վերջի շրջան, որտեղ խոսում արդեն մարմնի արարողակարգի մասին, կանադառնանք 26-ից 28 համարներում, տեսեք։ Ես ուզում եմ, որ դուք տեսնեք ընդհանուր հեթանոս աստվածապաշտության տարերը ինչպես էին արվում, նույնիսկ սեռական կյանքի որոշակի տարեր բնորոշում էին, որ իրանք հեթանոս են։ Տեսեք, սրանից ոչ մեկովը չպղծվեք եւ ոչ մի անասունի հետ 23 ամիս, ոչ մի անասունի հետ չզուգավորվես, նրա հետ պղծվելով եւ բնավ մի կնիկ անասունի առաջին չկանգնե, նրա հետ զուգավորվելու գարշությունը դա իմ առաջ։ Հեթանոսների մոտ սա նորմալ բան է։ Մինչեւ այսօր հեթանոսների մոտ դա կանած աստվածապաշտության տարերն է։ Նրանց աստվածապաշտության մեջ օրգիաներ կա, հարճեր կան, որոնք պոռնկություն են եւ սա աստվածապաշտության տար է։ Տեսնում եք, այսինքն սա հարբեցողությունը կա, որոշակի թմրանյութեր օգտագործելը կա, որը աստվածապաշտության տար է։ Նիրվանայի մեջ են ընկնում, այսինքն նրանք կարծես միանում են իրանց աստծուն, սա հեթանոս աստվածապաշտության տարերն է, ոչ իրական աստված ճանաչության։ Դրա համար, երբ որ Հիսուսը շեշտում էր, ասեց Աստված երկրպագուներ է ուզում հոգիով եւ ճշմարտությունով, ներսի անձով, ոչ թե ծիսական, ներսի անձով, հոգով եւ ճշմարտությունով, Աստծո խոսքի համեմատ, Աստծո տված հայտնության համեմատ, ճշմարտությունով, հոգով եւ ճշմարտությունով։ Եթե լինի միայն հոգով, դուք ֆանատիկ կդառնաք։ Հոգով աստվածապաշտություն եք, բայց չգիտեք ինչպես վարվեք։ Կվարվեք այնպես, ինչպես ձեր անձը ձեզ կտրի, ձեր անձը ամենավնասակարն է։ Իսկ ճշմարտությունը դա Աստծո խոսքն է, այսինքն եթե դուք ուզում եք իրականում պաշտեք ներսի անձով, նաև պիտի վարվեք Աստծո խոսքի համաձայն, որ Աստված պաշտպի։ Սա շատ կարևոր է։ Ուրեմն դրանից հետո մենք գալիս ենք սրանց ոչ մեկով չպղծվեք, որովհետև սրանց բոլորով պղծվեցան այլ ազգերը, որ ձեր առաջից պիտի քշեմ, պիտի պատժեմ նրանց ձեր միջոցով եւ գալիս է 22-ը եւ այն երկիրը պղծվեցավ եւ ես նրա անօրությունը նրա վրա պիտի հատուցանեմ եւ այն երկրին իր բնակիչների պիտի եւ այն երկրի բնակիչները պիտի փսխե շպրտի։ Հիշում եք նույնիսկ երբ որ Իսրայելը ընկնում էր կռապաշտության մեջ, Աստված ուղարկում էր գերության։ Երկիրը փխսում էր իսրայելացուն։ Ասում էր իմ խոստացյալ երկրի մեջ դուք չեք մնա, ես ձեզ այդտեղից կտանեմ, կցրեմ, գերության կտանեմ, կպատժեմ ձեզ։ Հետո նորից վերադարձնում էր, երբ որ սրտով նորից աղաղակում էին։ Սա շատ կարևոր է, այսինքն որտեղ որ Աստված էր հավաքում իր ժողովրդին, այդտեղ պիտի լիներ միայն սրբություն, որտեղ մի քանի անգամ Աստված ասել է, որտեղ ես ձեր Եհովա Աստվածը սուրբ Աստված եմ, զատված եմ մյուսներից, նրանց նման չեմ, վարվեք այնպես, ինչպես ես եմ ասում։ Հիմա տեսեք, որպեսզի մենք հասկանանք, որ սա ուղղակի մղում չի օրենքով վարվելու, որպեսզի մենք հասկանանք, սա ուղղակի սրբության ընկալում է, ամբողջ Ղևտացի թուղթը, եթե մրզեք, տակից կկաթա մի բառ, սրբություն, այսինքն Աստված ասում է ինչպես պիտի վարվեք, ինչպեսի զոհեր եմ ես ուզում, ինչ կենդանիներ, ինչ տիսակատարություն, ինչպեսի վարք եմ ուզում, ինչպեսի ճաշեր եմ ուզում, ինչպեսի միս ուտեք, ինչպեսի չուտեք, սրանք բոլորը ինչպես իսրայելացիների կյանքում մտել էր հեթանոս Եգիպտոսի կենցաղը, այնպես Աստված տալիս էր իր կենցաղը, որպեսզի հիմա փոխարինվի։ Դրա համար 26 համարում կարդում ենք. Իսկ դուք իմ կանոններն ու դատաստանները պահեք եւ այս պղծություններից ոչ մեկը չանեք, ոչ երկրածին, ոչ ձեր մեջ պանդխտացող օտարականը, որովհետեւ ձեզանից առաջ եղած այն երկրի մարդիկ արին այս բոլոր պղծությունները եւ երկիրը պղծվեցավ, հողը այդ տարածքը։ Հիմա ուշադիր եղեք, սա շատ կարևոր սկզբունք է, որ ուզում եմ մենք տեսնենք։ Տեսեք 26 համարը
Եվ արդեն 19-րդ գլխում նորից նույնը, եւ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. խոսիր Իսրայելի որդերի բոլոր ժողովքի հետ եւ ասի նրանց. դուք սուրբ եղեք, որովհետեւ ես ձեր Եհովա Աստվածը սուրբ եմ։ Տեսակ, ասենք 18-րդ գլխի սկզբում, երբ որ մենք անդրադարձանք, 18-րդ գլխի սկզբում տեսանք, որ ես եմ ձեր Եհովա Աստվածը։ Հիմա արդեն 19-ում եւ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. խոսիր Իսրայելի որդերի բոլոր ժողովքի հետ եւ ասի նրանց. դուք սուրբ եղեք։ Այսինքն նրա Աստծո տված կանոնները զատում էր Իսրայելացուն մյուս հեթանոս աստվածպաշտությունից։ Դուք սուրբ եղեք, ինչի, որտեվ ես ձեր Եհովա Աստվածը սուրբ եմ։ Ձեր ամեն մեկն իր մորից եւ իր հորիցը վախենա եւ իմ շաբաթները պահեք։ Ես եմ Եհովան ձեր Աստվածը։ Այսինքն նույնիսկ ինչպես պիտի արտահայտվեր սրբությունը մեծահասակի կամ ծնողներին պատվելով։ Անմիջապես ես եմ ձեր Եհովա Աստվածը սուրբ եմ, այսինքն հեթանոս շրջանում դա չկա, դուք դա կարաք նույնիսկ ձեր ծնողին սպանեք տիրանալու այն ժառանգության, իմ կանոնների, իմ վարքի մեջ դա չկա։ Այս հասկացողությունը պետք է մենք ընկալենք։ Այսինքն դրա համար անմիջապես ես նորից կանդրադառնամ եւ այստեղ 4-րդ համարում կուրքերին մի դառնանք եւ ձեր համար ձուլածո աստվածներ մի շինեք, ես եմ Եհովան ձեր Աստվածը, ամեն անգամ սա մի արեք, ես եմ Եհովան ձեր Աստվածը։ Ինչի ես սա այսքան ասեցի, որպեսզի մենք հասկանանք, որ կա տարեր, որը կապված է կուրք կռապաշտության հետ, որը կապված է Աստված ճիշտ Աստված ճանաչություն չունենալու հետ, տգետ լինելու Աստծո մասին։ Հիմա եւ անմիջապես 19-ի ես կանդրադառնամ 26-ից մինչեւ 28-ը կարևոր սկզբում կտեսնենք այդտեղ եւ հենց մարմնի հետ կապված է։ Ուշադիր նայեք։ Միս արյունով չուտեք, չհմայեք, գուշակություն չանեք։ Շատ կարևոր է հասկանալ, որ միսը արյունով չուտեք, սա հեթանոս վարքետ է։ Միս արյունով նշանակում է այդ արյունը խմում էին, այդ արյունով ուտում էին եւ դա ասոցացում էր, որ իրանք դառնում են այդ կենթանու զորությանը հաղորդ։ Այսինքն նրանք կարծես թե այդ կենթանու արյունից զորություն էին ստանում։ Սա որովհետեւ այդ կենթանիները շատ Աստված այդ հեթանոս աշխարհի մարդկանց աստվածապաշտության առարկան էր, Աստվածն էր։ Այդ կենթանու արյունը խմելով կամ միս արյունով ուտելով, նրանք ասում են այդ Աստվածը եկավ իմ ներսը, իմ այդ Աստծո զորությունը փոխանցվեց ինձ։ Այսպիսի ընկալումներ կա, ասում են դուք այդպես չանեք։ Միս արյունով չուտեք, որոշակի առումով այն նաև կապված է դաժանության հետ։ Կենթանի կարային անասունը ուտեին, այսինքն սա որովհետև հեթանոս աշխարհը միշտ կապված է դաժանության հետ, բայց ավելի երբ որ անդրադառնում ենք աստվածպաշտությանը իրական կապված է շնորհքի, ողորմության, ավելի արդարության եւ մաքրության։ Տեսեք տարբերություն կա. արդարություն, շնորհք, մաքրություն։ Իսկ հեթանոսներում միշտ մենք տենում ենք որ ասված է պղծություն, անմաքրություն, պղծություն եւ դաժանություն։ Սա կտեսնեք, այսինքն նույնիսկ դրանց օրենքների մեջ դաժանություն կար։ Սա կարևոր է մենք հասկանալ։ Եվ այդ ամենը արտահայտվում էր ծեսերով կամ կյանքի կենցաղով։ Չափես ձեր գլխների եզերքի մազերը կլոր չկտրեք եւ մորուքի եզերքը չափականեք։ Ես չեմ ուզում անդրադառնալ սրանք, սա բոլորը կապված էր աստվածպաշտության հետ հեթանոս եւ մեկի համար ձեր եւ ինչ որ մեկի համար ձեր մարմինվա վետեր չշինեք եւ ձեր վրան կտկտած գիր չշինեք, կտկտած գիր, երբ որ գրում էին ինչ որ մարմինա որոշ բաներ կամ նշաններ էին անում կամ ինչպես ասեցիք ֆետիշ, որպես չարից պահպանվելու կամ ինչ որ ասոցացվելու ինչ որ մի աստծո հետ, այդ աստծո անունն էին գրում կամ մյուսը։ Սա չարեք, ես եմ Եհովան։ Եվ անմիջապես աղջիկդ պոռնիկ անելով մի պղծիր, որ երկիրը պոռնկության մեջ չգրե եւ երկիրը գաշությունով չլցվի։ Իմ շաբաթները պայեցեք եւ իմ սփարանը հարգեք, ես եմ Եհովան։ Միշտ կտեսնեք, արգելք եւ ինչպես վարվեք, չանեք, այլ այսպես վարվեք։ Ուրեմն, հիմա մի կարևոր բան։ Ես այս ամենը որ ասեցի, ես չեմ կապում սա այսօրվա դաջվածքի հետ, ճիշտ հասկացեք։ Բայց ես ուզեցա դուք տեսնեք, թե հիմքը այս դաջվածքի կարմիրի վրա արողակարգի կամ մարմինի միջոցով որոշակի արտահայտվելու, ինքնահաստատվելու սկզբունքները կամ ինքնաարտահայտության կերպերը, դա կապված է հեթանոս աշխարհի հետ։ Այսինքն ես այսօրվա դաջվածքի հետ չեմ կապում, բայց ես ուղղակի հիմքը ցույց տվեցի, որ ինչը որ կապված է մարմինի միջոցով ինքնաարտահայտվելու հետ, դա կապված է հեթանոս աշխարհի հետ։ Սա ես ուղղակի ցույց տվեցի։ Հիմա կանադառնամ այսօրվա դաջվածքին քրիստոնեական, որտեղ որվեցը մեկը կարող ասի, բայց արմե եղբայր, իմ դաջվածքը դա աստվածաշնչյան հատված է, իմ դաջվածքը դա որոշակի կերպար է կամ նկար է, որով ես մարդկանց մղում եմ Քրիստոսի դեպի ավետարանի,
Հիմա ես կանադառնամ սրա։ Դրա համար ես մինչ այդ ասեցի խոսենք հիմքի մասին, հետո կանադառնանք երկու կարևոր հասկացողության, որտեղից է ձևավորվում մտածելակերպը գեղեցկության ընկալման։ Կա քրիստոնեական սկզբունք եւ կա հեթանոս սկզբունք։ Հեթանոս սկզբունքի հիմքում հիշեք միշտ ընկած է մարմնի ցանկությունը։ Եթե դուք կանադառնաք Պողոս Առաքյալի թղթերի մեջ, երբ որ ինքը նկարագրում է հեթանոսությունը, ինքը օրինակ Եփեսացիս թղթում, Հռոմեացիս թղթում ասում դուք այդպես չվարվեք ինչպես մյուս հեթանոսները, կամ չվարվեք ինչպես առաջ էիք վարվում, միշտ կտեսնեք խոսքը գնում է ձեր մարմնի ցանկությունները չանեք։ Այսինքն հեթանոս աստվածապաշտության հիմքում գեղեցկության ձևավորման հիմքում ընկած է մարմնի ցանկությունը, ինչ որ կթելադրի քո մարմինը, ինչ որ դու ես ուզում։ Իսկ քրիստոնեական շրջանում ինչ որ Աստծո կամքն է քեզ ասում, ինչ որ Սուրբ Հոգին իր խոսքի միջոցով է քեզ ասում։ Սրանք տարբեր ընկալումներ են գեղեցկության։ Միտեղ քո կամքը, քո ցանկությունն է քեզ մղում առաջնորդում գեղեցկության ընկալման։ Միտեղ Աստծո խոսքը եւ Սուրբ Հոգին ձևավորում են գեղեցկության ընկալում, այսինքն Աստծո կամքը եւ Աստծո բարոյական արժեքներն են ձևավորում։ Ինչ Աստված ուզում, մեկ տեղում ինչ ես դու ուզում, մեկ այլ սկզբունքի մեջ ինչ է Աստված ուզում։ Սա շատ կարևոր է, որտեղ քրիստոնյան անձը, ով անդադար ուզում է Աստծուն հաճելի լինի, ոչ թե իրեն։ Սա կարևոր է մենք հասկանանք։ Իսկ հեթանոսը միշտ իր աստվածպաշտությունով իրեն էր հաճեցնում։ Սա կարևոր է։ Դրա համար խնդիրը դաջվածքը չի, այլ թե ինչ նպատակով է այն արվում։ Հիմա այս նպատակը կերևա գեղեցկության այս ընկալումների շրջան, որպեսզի սա տեսնենք։ Ուրեմն տեսեք, շատ կարևոր մի սկզբունք 31 համարը մեր հատվածի ասում է վրուկներին մի նայեք եւ հմայողներից մի հարցնեք, որ նրանցով չպղծվեք, ես եմ Եհովան ձեր Աստվածը, եւ 32-ում մազը սպիտակացի առաջին վեր կաց։ Այսինքն վրուկների մոտ մի գնա, սա մի արա, ինչի, որտեվ դրա մեջ ինչ կա, դրա մեջ չկա այն տարը, որ քեզ կմղի, եթե ասեմ կզարմանաք, որ քեզ կմղի մեծահասակին հարգելու, չկա։ Այսինքն տեսեք նորից վհուկներին մի նայեք եւ հմայողներից մի հարցնեք, որ նրանցով չպղծվեք, ես եմ Եհովան ձեր Աստվածը, անմիջապես մազը սպիտակացի առաջին վեր կաց եւ ծերին պատվիր եւ քո Աստվածալից վախեցիր, ես եմ Եհովան։ Մեկ այլ տեղ մենք տեսնում ենք կա վհուկներից հարցում եւ վհուկների ասացից վախենալ։ Նորից եմ ասում, հեթանոս շրջանը դաժանություն էր մղում, այսինքն եթե վհուկ եք քեզ ասի գնա քո ծնողի սպանի, որտեղ նրա տակ ժառանգություն կա, դա անելու էր։ Իսկ մեկ այլ տեղ ասում է, ես եմ քո Աստված, որտեղ տեսեք, այստեղ մենք մի քիչ չենք խորացել, ես եթե խորամ ավելի խորը բարեք տեսնեք, չենք խորացել հեթանոս աստվածպաշտության մեջ, շատ վտանգավոր է։ Այսինքն ինքը դամար ասում է դու այդպես մի վարվի, վհուկների մոտ մի գնա, բայց դու քո մեծահասակին հարգի, որտեղ ես եմ քո Եհովա Աստվածը։ Այստեղ շատ կարևոր կապ կա, մենք սա չենք տեսնում։ Հիմա ամեն դեպքում ես եցա տեսնեք, որ այսինքն ամեն մի վարքը, որը տալիս էր Աստված որ անեն, այն կապված էր աստվածպաշտության հետ։ Եվ ամեն մի վարքը, որ առաքյալը, որ Աստված արգելում էր, կապված էր չաստվածության պաշտամունքի հետ։ Ուզեցա որ սա տեսնեք։ Եվ ամեն մի արարողակարգի հիմքում, ինչպես ես արդեն ասացի, կար նպատակ։ Խնդիրը մարմնի վրա դաջվածքը չի, խնդիրը այդ գրվածը չի, սիրելիներս։ Խնդիրը ինչ նպատակով ես դու դա արել։ Ինչ նպատակով։ Հիմա դա համար մենք պետք է տեսնենք, արդյոք դու կարաս անես հեթանոս մի բան եւ դա անես քրիստոնեական նպատակներից։ Արդյոք քրիստոնեական նպատակները չի արգելում, որ դու այդ կերպով դա անես։ Այս ապտի տեսնենք։ Արդյոք քրիստոնեական գեղեցկության ընկալումը քեզ չի արգելում, որ դու հեթանոս կերպով դա անես, որտեղ կա այսպիսի ընկալում։ Օրինակ, տեսեք երկու հասկացողություն, այս երկու հասկացողության հիմքում ընկած է սա։ Այսօրվա քրիստոնեական, իհարկե նոմինալ քրիստոնեության ընկալումը կամ լիբերալ աստվածաբանությունը, որը չի ուսումնասիրում աստվածաշունչը, ուղղակի ինչ որ կարդում է, այդպես որոշակի մղումներ է տալի մարդկանց։ Լիբերալ աստվածաբանությունը, որը նույնիսկ համաձայն չի, որ Աստծո խոսքը անսխալական է։ Ինչ է ասում։ Ինքն ասում է, որքան հնարավոր է կարանք մոտենանք մեղքին, բայց մեղքի մեջ չընկնենք։ Որքան հնարավոր է օգտագործենք աշխարհը, բայց աշխարհի բարեկամ չդառնանք։ Արդյոք Աստվածաշունչը մեզ ասում է, որ քրիստոնյան կարա որքան հնարավոր է մոտենա մեղքին, բայց մեղքի մեջ չընկնի։ Ոչ, Աստվածաշունչն ասում է, որքան հնարավոր է մոտեցեք Քրիստոսին եւ հեռու փախեք մեղքից։
Այսօրվա անցալումը քրիստոնեական, որքան հնարավոր է մոտենանք մեղքին, այնտեղից կարևոր բաներ քաղենք քրիստոնեության համար, բայց չգրենք մեղքի մեջ։ Կամ որքան հնարավոր է մոտենանք աշխարհը եւ աշխարհի կերպերը օգտագործենք քրիստոնեության համար, բայց չգնենք աշխարհի բարեկամ չդառնանք։ Չես կարա։ Եթե դու մոտենաս, խնդիր է արդեն։ Այ այստեղ է երկու սկզբունքները։ Դրա համար ես կընթերցեմ հատվածներ, որտեղ առաքյալը ասում է, չգիտեք, ասում է, որ դուք աշխարհի հանդեպ սերը, այսինքն այն, որ դու ուզում ես աշխարհը օգտագործես, բայց աշխարհի բարեկամ չդառնաս, արդեն քո սրտի մեջ աշխարհի կերպերի հանդեպ սեր կա։ Այստեղ է վտանգը, այսինքն ուշադիր եք, սա շատ կարևոր է։ Աշխարհի կերպերի մեջ է ինքնաարտահայտության մարմնի կերպը, աշխարհի կա դա, աշխարհի սկզբունքներն է, որ մարդը ուզում է իր մարմնով իրան կարա գեղեցկացնի, հագուստներ հագնի, սա ցույց է տալի արտաքինով ներկայանալ, արտաքինդ ներկայացնի քեզ։ Աստվածաշունչը ասում է, օրինակ, եթե դուք անդրադառնաք առաքինի կնոջը, այնտեղ ինչ է ասում առաքինի կնոջ մասին, տեսնում եք արտաքինի մասին խոսք։ Ոչ, արտաքինի մասին մենք չենք ասում, որ փնթի պիտի լինի, բայց այնտեղ խոսքը գնում է մարդու ներքին, Աստվածանից վախեցող, իր ամուսնուն սիրող, իր տան որոշակի պաշարները հայթայթող, իր ընտանիքի մասին մտածող, սա արտաքին չի, սա ներքին անձի սկզբունքներն է։ Իհարկե, եթե մեկը իր ամուսնուն հագցնում է, պարզավորիքներ է հագնում, բայց խոսքը վերաբերվում է ներքին Աստվածպաշտության, ներքին գեղեցկության։ Առաքյալը առավել Տիմոթեոսին ուղղածի մեջ ասում է, չլինի որ զարդարանքը լինի մազերի հյուսվածքը սա, ինքը չի ասում մազերը մի հյուսեք, բայց ասում է ձեր գեղեցկության ընկալումը սա չլինի, այլ ձեր ներքին մարդը հեզությունով, սա լինի գեղեցկությունը։ Եվ եթե ձեր ներքին անձը հեզ է, իհարկե ձեր արտաքինի վրա այն արտահայտվելու է, բայց եթե դուք ավելի շեշտ դնեք արտաքինով մի բան արտահայտեք, այս է հեթանոս հասկացողության սկզբունքը։ Հիմա եկեք նայեք սրան։ Տեսեք, հեթանոս աստվածապաշտության ընդհանուր արտահայտությունը դաժանություն, ուժ, անձի պաշտամունք։ Դաժանություն, ուժ, սա եթե դուք նայեք հեթանոս աստվածապաշտության կերպը, դաժանություն, ուժ, անձի պաշտամունք, հռոմեական, հելենական, եթե նայեք աստվածների պաշտամունքը, հռոմեացիների համար ինչի էր համարվում Քրիստոսի քարոզությունը հիմարություն, որտեղ հռոմեացիների համար թույլ տալ, որ քեզ սպանեն, դա նշանակում է դու տկար ես, հեզությունը համարվում էր հիմարություն, խոնարհությունը համարվում էր թուլություն, պիտի քաջ լինես, դու պիտի սպանես, թույլ չտաս քեզ սպանեն, սա հեթանոս, նույնիսկ հելենական, հունական եւ հռոմեական աստվածաճանաչության կամ կյանքի ընկալման սկզբունքների մեջ էր։ Դրա համար նրանք ասում են քրիստոնեությունը հիմարություն է, ոնց կարա մեկը իրան թույլ տա, որ իրան խաչեն, ոնց կարա դա ուժ քաջ լինես, ուժեղ լինես։ Սա կարևոր է մենք հասկանանք։ Իսկ քրիստոնեությունը, տեսեք, հեթանոսությունը դաժանություն, ուժ, անձի պաշտամունք, դրա համար կայսերները շատ հաճախ իրենց աստվածներ են հռչակում, իսկ Իսրայելը պետք է ունենար շնորհք, արդարություն եւ մաքրություն։ Տեսնում եք տարբերությունը։ Դաժանություն, կոպիտ, դաժան, զորավոր, ուժ, անձի պաշտամունք, քո անձը կարևոր է ներկայացնես, իսկ քրիստոնեությունը Քրիստոսին կարևոր է ներկայացնես։ Քրիստոսը երևա քո կյանքով։ Հեթանոսության մեջ դու երևաս բոլորի առաջ։ Սա կարևոր է։ Շնորհք, արդարություն, մաքրություն։ Աստված ելնելով զատված, զատում էր իր ժողովուրդը իր համար, նրանց ներկայացնելով իր սուրբ, շատ կարևոր է, սրբությունը որպես միջանկյալ հարաբերություն։ Այսինքն Աստծո սուրբ հատկությունները գալով մեր կյանք ձևավորում էր մեր իրար հետ հարաբերությունը։ Դրա համար ինքն ասում էր քո ծնողին դու պիտի հարգես, այսինքն սա գալիս էր իրական Աստված ճանաչությունից։ Հեթանոսությունը, որը հակառակն էր ասում, նաև այդ հակառակը արտահայտվում էր ծեսերով եւ մարմնի արտահայտություններով։ Սա կարևոր է մենք հասկանանք։ Այս պարագայում կարևոր է սակալենք, որ կապված է ընդհանուր առմամբ երկու կյանքի ընկալումների հետ, գեղեցկության երկու ընկալումներ։ Հիմա կուզեմ ավելի խորանալ սրա վրա։ Եփեսացիս թղթի 2-րդ գլխում, երբ որ առաքյալն անդրադառնում է, որ մեկ մի ժամանակ հեթանոս էինք, ինքը ցույց է տալի հեթանոս վարքի հիմքը, ինչից է մղված հեթանոս վարքի ճաշակը, գեղեցկության ձևավորումը, կյանքի ընկալումը, որոնց մեջ 3-րդ համարից Եփեսացիս 2-րդ գլուխ, որոնց մեջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկություններումը, մարմնի եւ մտքի կամքը կատարելով։
Հեթանոս ընկալումը գեղեցկության արտահայտված է մարմնի ցանկությունները կատարելով, մարմնի եւ մտքի կամքը կատարելով եւ բռնությամբ բարկության որդիք եք ինչպես ուրիշներ բնությամբ սա Աստծո այս մտածելակերպը քեզ սարքում է Աստծո համար բարկության որդի Աստծո բարկությունն է քո վրա եթե քո ձևավորումը էսթետիկայի կամ գեղեցկության դրա հիմքի մեջ է Աստծո բարկությունն է քո վրա բայց եթե անդրադառնանք արդեն քրիստոնեական շրջանին ավելի վերստին ծնունդին 6-7-ում նրա հետ մեզ հարուց եւ ինչ ասում երբ որ մեռած էինք հանցանքներում մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ շնորհքով եք փրկված եւ անմիջապես նրա հետ մեզ հարուցանեց եւ նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսը որ նոր եկող դարերում հավիտյան ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսի մեր վրա ցույց տված քաղցրությունով է այսինքն այն քաղցրությունը որ Քրիստոսը մեր վրա ցույց տվեց այդ շնորհքի փրկությունը մեր կյանքաբերում Քրիստոսի քաղցրությունը մեր կյանքով էլ է արտահայտվում մյուսների հանդեպ քաղցրությունը հիմա դրանք տարբեր են այսինքն մեկտեղ մեր մտածելակերպը ձևավորում է Քրիստոսը իր կատարած գործով Քրիստոսի միտքը Առաքյալն ասում է Քրիստոսի միտքը ունեցեք, չէ՞։ Սա չի նշանակում որ ուղղակի պարզապես Քրիստոսի մասին մտածեք մի ուղղությամբ։ Մեր բոլոր կյանքի պարագաները ինքնաարտահայտությունը մյուսը Քրիստոսի մտածելակերպը պիտի լինի։ Եվ նույնը հեթանոսներն էին անում այլ հակառակ կերպով։ Այսօրվա աշխարհը որտեղ ինքնահաստատումը դառնում է կյանքի գլխավոր նպատակ, ուշադրեցեք, ինքնահաստատումը եւ ինքնաարտահայտումը դառնում է կյանքի գլխավոր նպատակ։ Աստվածաշունչը, որ քրիստոնյայի կյանքի նպատակը այլ է, Աստվածաշունչը դրան հակառակ է։ Մեր կամքն է Աստծո նպատակները, այսինքն քրիստոնյան ապրում է Աստծո համար։ Աստծո կամքը, որը բարին եւ հաճելին եւ կատարյալը։ Հռոմեացիս 12-րդ գլխում հենց այս մասին է խոսում, երբ որ ամբողջ մի թեորիա ցույց է տալի ով եք դուք շնորհքով փրկված եք եւ նոր վերստին ծնված անձ եք արդեն Աստծո դատաստանից ազատված եք եւ կրում եք Աստծո բնությունը եւ շնորհքը ձեր վրա թագավորում է շնորհքը ձեր վրա թագավորում է արդարությունով հետևանքում ցույց է տալի ինչպիսին եք դուք լինում ուշադիր նայեք որը նույնպես կապված է մարմնի հետ տեսեք արդ աղաչում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունով որ ձեր մարմինները ներկայացնեք կենթանի, սուրբ եւ Աստծո ընդունելու պատարակ, որ ձեր բանավոր պաշտոն է։ Ձեր մարմինները սուրբ ներկայացրեք, զատված, մաքուր ներկայացրեք, որը ձեր բանավոր պաշտոնն է, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Ինչ եք տեսնում զուգահեռ 5 տակարանի հետ։ Եվ Մովսես իմ ժողովրդին ասա, որ այսպես չվարվեն, մի կերպարանվեք Եգիպտոսից դուրս եկած կուրքերի եւ ծեսերին, վարքին եւ բարքին, այլ այսպես վարվեք։ Տեսնում եք, շատ դուք տեսաք զուգահեռը, եւ մի կերպարանվեք այս աշխարհի, այս ձեր մարմինները որպես պատարակ ներկայացրեք Աստծուն, կենթանի սուրբ եւ Աստծո ընդունելու պատարակ, մի մարմին, որ Աստծուն հաճելի է, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, մի մտեք այս աշխարհի ֆորմայի մեջ, ֆորմա բառն է, կերպարանքը մի ընդունեք այդ աշխարհի ձևը, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ։ Ինչը պիտի նորոգի միտքը, Աստծո խոսքը եւ Սուրբ Հոգին։ Ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, եթե միտքը չի նորոգվել, գեղեցկության ընկալումը դու չունես։ Դա ասում է, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Հիմա նա որ հեթանոս կերպով բայց քրիստոնեական ընկալումով փորձում է իր մարմնով արտահայտի իր քրիստոնեությունը նրա միտքը նորոգված չի ամբողջ խնդիրը այստեղ է նրա գեղեցկության ճաշակը ընկալումը հեթանոս կերպի մեջ է դեռ նրա միտքը նորոգված չի նա դեռ չի գիտակցում որ իր մարմինը իրեն չի պատկանում այլ Աստծուն է պատկանում ինքը չի գիտակցում եւ իմիջայլոց 5 տակարանում ամեն անգամ որ Աստված ասում է սա մի արեք եթե չեմ ուզում նորից անդրադառնամ ժամանակը խնայելու համար գիտեք ինչ էր ասում Աստված որտեւ ձեր վարքը մյուսների կյանքում հետևանք է թողելու հիմա ամեն անգամ երբ որ դու հեթանոս կերպ ես անում դու մտածում ես որ քո եկեղեցում որոշակի մարդիկ կարան դրանից գայթակղվեն այդ վարքից գայթակղվեն
Իսկ եթե դու հեթանոս կերպով ես վարում, կասես թքածուն եմ, կարևորը ինձ հաճելի է սա, որ ես անում եմ։ Տեսնում եք հեթանոս վարքը։ Ինքնաանձին, ինքը իր անձի մեջ է, ինքն է հաստատվում։ Իր համար կարևոր չի ինչ հետևանք կլինի, եկեղեցին կվնասվի, թե չի վնասվի։ Իր տկար եղբայրը կընկնի, թե չի ընկնի։ Իր համար դա կարևոր չի։ Սա հեթանոս մտածելակերպն է, սա անձնակենտրոն մտածելակերպն է, քո անձի պաշտամունքի մտածելակերպն է։ Սա քրիստոնեական միտք, Քրիստոսի միտքը չի սիրես։ Քրիստոսը իր համար չխաչվեց։ Ասում է, օրինակ Ֆիլիպեցիս թուղթը սա է ասում. Քրիստոսի միտքը ունեցեք եւ ամեն մեկը ձեր ընկերոջը ձեր անձից ավելի կարևոր համարեք։ Այսինքն վարվեք այնպես, որ ձեր դիմացինի շինություն լինեք, ոչ թե ինչ որ ձեզ է հաճելի, այլ ինչ որ Աստծուն է հաճելի, որտեղ Աստծուն հաճելի է, որ դու քո եղբորը շինություն լինես։ Սա կարևոր է։ Չափես, տեսեք, այս սկզբունքի հետ ամեն անգամ երբ որ Աստված խոսում է կյանքի սկզբունքների մասին, անդրադառնում է վարքին։ Տեսեք, որովհետև Աստծո շնորհքովը, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել, այսինքն խոսքի շրջանակում, այլ մտածել պարկեշտ կենալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց։ Որտեղ ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք, այլ ամեն անդամները միևնույն գործը չունեն, միևնույն պարգև չունեն, եւ անդրադառնում է պարգևների եկեղեցու մեջ արտահայտվող, որը դառնում է շինություն եղբոր համար։ Ամեն մեկը ինչ պարգև որ Աստծո ստացել եք, իրար մատակարարեցեք։ Հիմա շատ կարևոր սկզբունք է, այստեղ ասում է, այլ վայելեք, այլ մտածել նրանց ավելի քան թե արժան է մտածել, այլ մտածեք պարկեշտ կենալ, պարկեշտ, պարկեշտություն։ Պարկեշտությունը կապված է նաև ձեր մարմնի հետ։ Պարկեշտ կենալ։ Եվ ես որոշակի հատված կկարդամ, որ ավելի կարտահայտի սա։ Աշխարհը ասում է, իսկ ես ուզում եմ, սա ինձ դուր է գալիս, սա իմ ճաշակն է։ Տեսնում եք։ Այլ պարագայում քրիստոնյան ավելի դառնում է իր կամքի մերժողը, քան թե կատարողը, այլ Աստծո կամքին հետևողը։ Քրիստոնյան իր կամքը մերժում է եւ ընդունում է Աստծո կամքը։ Հեթանոսը, որը կարա քրիստոնեական եկեղեցում իրեն քրիստոնյա համարի, իր կամքի հետևից է գնում։ Համար ասեցի, հեթանոս գեղեցկության ձևավորումը գալիս է մտքի կամքը կատարելուց։ Սա է, շատ հաճախ, շատ եկեղեցիներում շատ նաև բաժանումներ են սրա հետ կապված։ Մարդկորեն են վարվում, որտեղ նրանք մտածում են, որ այդպես է ճիշտ։ Ոչ թե Աստծո կամքի համաձայն են վարվում, այլ իրենց մտածածին կերպով են վարվում։ Սա է կարևոր սկզբունքն է։ Եփեսացիս թղթի հատվածը ցույց է տալիս, որ հոգեորապես մահացածը չունի ճիշտ գեղեցկության ընկալում։ Ուրեմն սխալ քրիստոնեական ընկալում։ Մտածում են, ինչքան կարելի է շատ մոտենանք մեղքին եւ այնուամենայնիվ չընկնենք մեղքի մեջ։ Ինչպես օգտագործենք աշխարհը կամ աշխարհի կերպերը, բայց նրա հետ չբարեկամանանք։ Սա շատ վտանգավոր է եւ սխալ մոտեցման կերպ է։ Տարբերություն սրան, Աստվածաշունչն ասում է, որքան հնարավոր է մոտեցեք Քրիստոսին եւ նա կմոտենա ձեզ։ Եվ հեռու մնանք աշխարհից։ Աշխարհը սիրողը Աստծո թշնամի է դառնում, Հովանու առաջի Հովանու թղթից որոշ հատված կարդամ եւ կարադառնամ կարևոր Տիտոսին ուղված երկրորդ գլխի 1-8 համարներին, որտեղ շատ կարևոր բան կտեսնեք եւ ինձ թվում է կձևավորվի արդեն թե որտեղ է սխալը այդ կերպով արտահայտել քրիստոնեությունը։ Հովանեսը ցույց է տալի. մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրե, հոր սերը նրանում չէ, որտեղ ամեն ինչ որ աշխարհումն է, իսկ ինչն է աշխարհումը։ Ինչպես է բնութագրում աշխարհը։ Ինչ ի նկատի ունի ասելով կոսմոս, որտեղ աշխարհ բառը առաքյալները տարբեր կերպով են օգտագործում։ Կարա նույն բառը օգտագործեն կոսմոս, բայց այն նշանակում է միտեղ, այն նշանակում է աստեղծագործությունը, մարդիկ, մեկ այլ տեղ այն նշանակում է Աստծուն հակառակ արժեքային համակարգը։ Այս պարագայում Աստծուն հակառակ արժեքային համակարգը աստվածամերժությունն է, այստեղ նկարագրում աշխարհը։ Եթե մեկը աշխարհը սիրե, հորը սերը նրանում չէ։ Որովհետև ամեն ինչ որ աշխարհումն է, ուշադիր եք, մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանությունը, հպարտությունը հորից չէ, այլ աշխարհից է։ Տեսակ, խնդրեմ ուշադիր լայք հատվածին։ Այսինքն ինչ է նոմինալ քրիստոնեության ընկալումը։ Որքան հնարավոր է մոտենանք մեղքի, բայց չգնենք մեղքի մեջ։ Որքան հնարավոր է օգտագործենք աշխարհի կերպերը մեր քրիստոնեության համար, բայց աշխարհի բարեկամ չդառնանք, չես կարա։ Արդեն դառնում ես բարեկամ, եթե օգտագործում ես աշխարհի կերպերը։ Աստված ասում է հեռու մնացեք, մոտեցեք Տիրոջը։ Սա շատ կարևոր է, սա երկու սխալ ընկալումներ է։
Աստվածաշունչը չի ասում մոտեցեք մեղքին, բայց զգուշ եղեք չգրեք մեղքի մեջ։ Ասում է փախեք մեղքից։ Տեսեք, սա կարևոր է եւ աշխարհը օգտագործել շատ վտանգավոր է։ Ինչպես ես արդեն ասացի, եւ սա արեց քրիստոնեությունը հայկական շրջանակում։ Տրնդեզը, Վարդավառը չկարողացան մարդկանց միջից հանել հեթանոս տոնը, իսկ ով էր ասել, որ դուք կարող էիք անել։ Իսկ ով էր ասել, որ ամբողջ ազգը հավատարած պիտի դառնա քրիստոնյա։ Այդպեսի բան չկա։ Եթե դուք ուզում եք քրիստոնյա, քարոզեք քրիստոնեություն, ձեր անկեղծ վարքով եւ վերստից ծնված եք, ով որ պիտի ապաշխարի, կապաշխարի, ով որ ոչ, դուք չեք կարող մարդկանց զորով քրիստոնյա անեք։ Այսօրվա պտուղն եք մենք քաղում։ Ամբողջ ազգը իրար համարում է քրիստոնյա, բայց հեթանոս համարվում։ Հեթանոս վարքով քրիստոնյա, չկա այդպիսի քրիստոնեություն։ Հայկական քրիստոնեություն, այդպիսի բան գոյություն չունի։ Քրիստոնեությունը Քրիստոսի հետ է կապված, հայկականության հետ կապված չի։ Ուրիշ բան, որ հայկական եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին, կարա որոշակի հայկական կերպեր ունենա, ազգային, որոշակի, բայց այն Քրիստոսի սկզբունքներն արտահայտում։ Բայց ամբողջացնել եւ քրիստոնեությունը սարքել հայկական խնդիրը։ Հայկականությունը կարա արտահայտվի քրիստոնեության մեջ, բայց ոչ թե քրիստոնեությունը դառնա հայկական։ Այստեղ վտանգը, այս սա է, որ աշխարհի կերպեր ուզում են օգտագործել եւ ի վերջո դառնում են բարեկամ աշխարհից, բայց անոնց մնում են քրիստոնյա։ Այս խնդիրը կա։ Որովհետեւ Թագավորաց գրքում եթե դուք կարդաք, նույնիսկ հիշում եք Սամվելը բարկացավ Սավոյի վրա, ինչի Սավողը ինչ ասեց, դե Աստված ասել է ամաղեկի ամբողջությամբ կկոտորես, ամաղեկից որևէ մեկ ասեղ չպահես, ասեղ ինչի, այն հիշեցնելու է ամաղեկի վարքը եւ նրա սկզբունքները։ Վերացրա ամեն ինչ։ Ոչխարները բերեց Սամուղը, բայց ափսոս չես ոչխարները, ամաղեկի ոչխարները Թագավորին պահեց, հիշում եք ինչ ասեց։ Սամուելը բարկացավ եւ Աստված ասեց պատռի նրա վրայից, այսինքն պատրեց նրա վրայից թագավորությունը, մերժեց Աստված։ Ինչի, որովհետեւ նույնիսկ Բաբելոնի պարագայում, հիշում եք, երբ որ մի րոպե երևի բոլորը ծանոթ եք 5 կտակարում Աքարի մասին, ես կթերցեմ Հեսու 7:20 համարից, եւ Աքարը պատասխանեց Հեսուին եւ ասաց. Աստված ասել էր բաբելոնացիներից որևէ մի բան չբերեք ձեր տուն, եւ նա տեսել էր լավ հագուստներ, այդ սիրուն գեղեցիկ ուզորներով պահել էր, այդ ամենը բնութագրում էր հեթանոսությունը։ Եվ Աքարը պատասխանեց Հեսուին եւ ասաց. Իրավ, ես Իսրայելի Տեր Աստծո դեմ մեղք գործեցի եւ այսպես ու այսպես արի, այսինքն ավարի մեջ մեկ լավ սենարի վերարկու եւ 200 սիկղ արծաթ եւ 50 սիկղ ծանրությամբ մեկ ոսկի լեզու տեսա եւ նրանց ցանկալալով առա եւ ահա նրանքի վրանի մեջ հողումը թաքցված են եւ արծաթը նրա տակին է։ Ցանկալալով ցանկացա, տեսնում եք, մարմնի ցանկություն։ Եվ Հեսուն հրաբերներն ուղարկեց եւ նրանք վազեցին վրանը եւ ահա վրանի մեջ պահված էր այն եւ արծաթը նրա տակին է։ Եվ նրանք վեր առան վրանի միջից եւ բերին Հեսու եւ բոլոր Իսրայելի որդկանց մոտ եւ Տիրոջ առաջին դրին նրանք։ Եվ Հեսուն առավ Զարեան Աքարին եւ այն արծաթը վերարկու եւ ոսկի լեզուն եւ նրա տղերքը աղջիկը նրա առաջները, էշերը, ոչխարները վրանը եւ նրա ամեն բան եւ բոլորը Իսրայելը նրա հետ էր եւ նրանց դուրս հալեցին Աքովրի ձորը։ Եվ Հեսուն ասեց, ուշադիր լսեք, խնդրում եմ այստեղ. Ինչու համար դու մեզ փորձանքի մեջ գցեցիր։ Տերը այսօր քեզ փորձանքի մեջ գցե եւ բոլոր Իսրայելը նրան քարերով քարկոծվելով, հետո կրակով այրեցին եւ նրա վրա մեծ քարակույտ դզեցին, որ կա մինչեւ այսօր։ Եվ Տերն իր սաստիկ բարկությունը դադարեց այս պատճառով։ Այն տեղի անունը Աքովրի ձոր ասվեցավ մինչեւ այսօր։ Աստված ասել ոչ մի բան չբերեք։ Սա ասես տեսա եւ ցանկացա եւ վերցի ամբողջ Իսրայելը պատժվեց։ Ինչի եմ ես սա կարդում, որպեսզի մենք հասկանանք, որ Աստծուն զզվելի է, եթե Աստված մի բան արգելում է, Աստված տեսնում է վտանգը, դա մենք չենք տեսնում։ Այսինքն դու միգուցե քո դաջվածքի մեջ վտանգը չես տեսնում, բայց այն վտանգ է, որտեղ այն ունի հետևանք մյուսների կյանքում։ Նրանք, որոնք նայում են, դու նրանց քարոզում ես արտաքին մարմնավոր քրիստոնեություն։ Քրիստոնեություն, որը քո մարմնի վրա է, քրիստոնեությունը պիտի արտահայտվի քո փոխված կյանքով, ոչ թե քո դաջվածքի գրվածքով։ Սրանք շատ կարևոր են, ընդհանրապես մենք հասկանանք, սա գեղեցկության տարբեր ընկալումները։ Տարբերությունը մեր ընդհանրապես քրիստոնեական շրջանում մենք ոչ թե գրում ենք իմ մարմնի վրա, որ ես սիրում եմ Քրիստոսին,
այլ ես սրտով սիրում եմ Քրիստոսին եւ անդադար աղոթում եմ, որ Տերը ինձ իրեն սիրելու մեջ աճեցնի։ Ոչ թե գրում է, որ ես սիրում եմ Աստծուն։ Դու կարաս գրես քո ձեռքի վրա, որ դու սիրում ես Աստծուն եւ սխալ վարվես մարդկանց մոտ եւ մարդիկ տեսնեն քո ձեռքի գրվածը եւ քո արածը իրար հետ չի համընկնում։ Ես ուզում եմ սրա մասին ասեմ, մի անգամ ես եկա եկեղեցի, չեմ ուզում ասեմ շրջանը, որ մարդիկ միգուցե իրենք վաղը կմտածեն հասկանան։ Գալիս է եկեղեցից գալիս էի տուն եւ մեր տան դիմաց նույնպես եկեղեցի կա։ Եվ այդտեղ մեքենաները եկեղեցու հավատացյալ անդամները այնպես էին մեքենաները կանգնեցրել, որ տատիկները կամ մարդիկ պիտի բարձրանային սառույցների վրայով անցնեին, որ գնային իրաց տուն։ Այսինքն փակել էին ամբողջ ճանապարհը, այսինքն ճանապարհ չէին թողել, որ մարդիկ գնային իրենց տուն։ Իրանք եկեղեցի են, իրանք եկել են եկեղեցի, բայց իրենց մեքենաները այնպես են կանգնեցրել, որ մարդիկ հետո իսկ ի՞նչ եք կարծում, մարդիկ որ անցնում են, որ տեսնում են չկա եւ բարձրանում են վտանգավոր սառույցի վրայով են անցնում, բորձուների վրայով են անցնում, որ գնալ իրենց տուն։ Ինչ եք կարծում, ինչ են մտածում ձեր հավատացյալ լինելու մասին։ Չեն ասում, այս ինչպես են կանգնեցրել մեքենա, սա քրիստոնյանը կանգնեցրել այսպես մեքենա։ Հասարակ բան է։ Ուրեմն, երբ որ դու գրում ես քո ձեռքի վրա, որ դու քրիստոնյա ես, բայց վարվում ես այլ կերպ, դու աղավաղում ես Աստծո անունը, մի գրի դա։ Դու իրականում վարվի Աստծո ուզած կերպով։ Սա է իրական քրիստոնեության գեղեցկության ընկալումը, սրանք տարբեր բաներ են։ Աստված չի ասում այդ խոսքը գրի մարմնիդ վրա, երբ որ 5 տականում ասում է ճակատերիդ գրեք, ի նկատի ունի դա ձեր կյանքում դառնա կարևոր սկզբունք, անդադար դա կարդացեք եւ դա կատարեք։ Այստեղ խոսքը շեշտը դրված է կատարելու վրա, ոչ թե գրելու վրա։ Ոչ թե գրեք Աստծո խոսքը ձեր մարմնի վրա, այլ այդ խոսքը ձեր սրտում կատարեք, հնազանդվեք այդ խոսքը կատարել, որպեսզի Աստված փառավորվի։ Խոսքը սրա մասին է։ Ուրեմն եկեք ալադառնանք Տիտոս 2:1-8, այնտեղ կարևոր երկու սկզբունք կտեսնենք եւ կամբողջացնենք։ Տիտոս 2:1-8 համար ես կընթերցեմ եւ ցույց կտամ ձեզ կարևոր սկզբունք այս 8 համարի մեջ։ Բայց դու խոսիր ինչ որ կվայել է ողջամիտ վարդապետությանը։ Բայց դու խոսիր ինչ որ կվայել է ողջամիտ վարդապետությանը։ Ողջամիտ վարդապետությունը լոկ վարդապետություն չի սիրես։ Ողջամիտ վարդապետությունը, որը կվայել է, վերածվում է վարքի։ Եվ անմիջապես ծերերը զգաց լինեն ծանրաբարո, խոհեմ, ողջամիտ, հավատքով, սիրով, համբերությամբ, նույնպես էլ ծերերը պարավները սրբավայել, վարմունքով սրբավայել, վարմունքով լինեն ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարի խրատ տվող, որ զգացնացնեն մատղաշկանած, լինեն այրասեր, որդեսեր, խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրենց մարդկանց հնազանդ, որ Աստծո խոսքը չհայհոյվի։ Ինչը պիտի չթողնի, որ խոսքը հայհոյվի, քո վարքը, քո սկզբունքը կյանքի, քո վարվելը, որ Աստծո խոսքը չհայհոյվի, նույնպես էլ հորդորիր երիտասարդներին, որ խոհեմ լինեն։ Ամեն կողմանե քո անձը բարի գործերի օրինակ դնելով, վարդապետության մեջ անեղծություն, ծանրաբարություն եւ 8 համարում ողջամիտ խոսք անմեղադրելի, որ հակառակորդը ամանչե ձեր վրա չար ասելու բան չունենալով, որ նա ձեր վրա ոչ մի բան չգտնի, որ չար ասի, ամանչի դրանից, որ չի կարողանում ձեր վրա մի բան գտնի։ Եթե դու փորձում ես աշխարհը օգտագործես, այնքան բան են քո վրա գտնելու, այստեղ զգուշ պետք մնալ։ Ուրեմն, որպեսզի բաժանենք եւ ամբողջացնենք հասկանալու համար, առաջի համարում կա ողջամիտ վարդապետություն։ Ողջամիտ վարդապետությունը դա այն Սուրբ Հոգով տրված խոսքն է, որը նաեւ այդ Սուրբ Հոգի մեզ հրամցնում, այսինքն ուսումնասիրությունով Աստծո խոսքը տալիս է մեզ ճիշտ Քրիստոսի միտքը, ճիշտ սկզբունքները։ Սրանից հետո առաքյալը երկրորդ համարում երկուսից մեջը ասում է, որ այն արտահայտվում է վարքով, այդ ողջամիտ վարդապետությունը դու խոսիր, որը կարտահայտվի վարքով։ Եվ անմիջապես տեսնում եք, որ վարքի հետ է, ծերերը զգաց լինեն մյուսը։ Երկրորդը ինքն ասում է, որ այդ վարքը շատ կարևոր է։ Վարդապետության հետ կապված այդ վարքը զգուշությունով եւ սովորեցնելով, չվնասվելով անես։ Ուշադիր եք, կարևոր մի սկզբունք։ Ես կընթերցեմ, ասա ավելի դուք բարձ կտեսնեք։ Արդեն 7 համարի մեջ տեսեք, ամեն կողմանը քո անձը բարի գործերի օրինակ դնելով, վարդապետության մեջ անեղծություն եւ ծանրաբարություն։ Եթե ես ռուսերենի հետ զուգահեռ կարդամ, որտեղ թարգմանությունների մեջ կա մի քիչ սխալ սկզբունքներ, որովհետեւ ավելի շատ տեսնենք։ Այսինքն զգուշությունով, պատիվ բերելով, այդ վարքը այնպես լինի, որ պատիվ բերի։
մյուսը սովորեցնելով, վարդապետելով վարքով, այսինքն քո անձը վարվելով սովորեցրա այդպես, ոչ թե ուղղակի բառերով, այլ քո անձի վարքով սովորեցրու, օրինակ լինելով սովորեցրու, եւ նաեւ չափականվելով կամ աֆարիա բառնը, աֆարիա, որ չափականվելով, չվնասվելով սովորեցրու։ Այսինքն որևէ մի բան չվնասի քեզ, որտեվ կվարվեն քո նման։ Չափականվելով, չափականվել այստեղ նաև քո մարմինը չափականես։ Չափականվելով որևէ մեկ առիթ չտաս, որ քո վրա չարը տեսնեն, քո վրա սխալ բան տեսնեն։ Որտեվ երրորդ համարում ասում է նույնպես էլ պարավները սրբավայել վարմունքով, քո վարքը պիտի սրբություն արտահայտի։ Սրբավայել հեթանոսական որևէ մեկ սկզբունք չպիտի քո մարմնի վրա լինի, ոչ կերպ, ոչ էլ ինչ-որ մի սկզբունք, չի պիտի լինի, սրբավայել, անարատ, սա կարևոր է, ծեսերը, այսինքն, տեսեք, մեր որևէ մի սկզբունք կապ չունենա մոդայի հետ, ճիշտ հասկացեք մոդայի հետ, որովհետև կա մոդա, օրինակ շատերը չգիտեն, տեսել եք, որ շալվա ջինս կա, որ պորտը բաց է, կամ ջինս կա, որը ճղված է, չոքերը ճղված, կտրտված է, գիտեք ինչ է դրա անունը, բեսպրիզորնիկ, այսինքն հոգ տալող չունես դու, դու դա ես արտահայտում, ճղած, այսինքն մարդիկ հակտում են նրանց հասկանալ, այսինքն նույնիսկ մոդան, որին դուք կհետևեք, մոդայի մեջ կա բաներ, որ Աստծո խոսքի մեջ հակառակ չի, եւ կա բաներ, որ ամբողջական հակառակ է։ Դուք չեք կարող կուրորեն հետևեք մոդային։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք իրական գեղեցկության ընկալելու մասին, պետք է սրբավայել լինի, սուրբերին վայել պիտի լինի եւ հագուստը, եւ սուրբերին վայել պիտի լինի նաեւ մարմինը։ Եվ ուրեմն նաև սուրբերին վայել պիտի լինի մեր վարքը եւ իհարկե մեր կյանքի սկզբունքը, մեր սիրտը, սրբավայել, դրա համար սա կարևոր է։ Թե անդրադառնանք սրան եւ ամբողջացնեմ, հիշեք, սովետական միության ժամանակ դաջվածքները ովքեր էին օգտագործում, հիշում եք գողական աշխարհը, ինքնաարտահայտության կերպ էր, որոշակի նակոլկաները, դաջվածքները արտահայտում է, որ ինքը նստած հելած տղա է։ Այսինքն դա ինքնահարտահայտության կերպ է, դա երբեք չի կարող տեղափոխվի քրիստոնեական աշխարհ եւ դառնա քրիստոնեական ինքնահարտահայտության կերպ։ Դա ուղղակի վտանգավոր է։ Դու սկզբունքի մեջ ես, դու փորձում ես որքան հնարավոր է մոտենաս աշխարհին, հնարավոր է մոտենաս մեղքին, բայց մեղքի մեջ չգնաս։ Իմիշտ իմացի դու արդեն մեղքի մեջ ես։ Այսա կարող է։ Երկրորդ, ես չեմ ասում, որ նոր կտակարան ասում է դա մի արա, բայց դու պետք է անցալես քո գեղեցկության չափանիշների մեջ, որ դու հիմա պատկերացրա ամեն օր մի հագուստ հագնես անդադար, դու չես ուզում փոխես քո հագուստը, բայց դու քո մարմնի վրա մի գիրք, մի դաջվածք ես արել, որը չես կարող փոխես, նույնիսկ եթե քո քրիստոնեական ընկալումների մեջ հոգեվորապես հասունանաս եւ հասկանաս, որ դա այն չի, որ արել ես, դու չես կարող դա ջնջես, կամ ստիպված պիտի գնաս եւ տարբեր բժշկական կերպերով այն ջնջես, որpիսի դրանից խուսափես մի արա։ Ուղղակի քո գեղեցկության կամ քո գեղեցկությունը պիտի ձևավորվի Քրիստոսի մտքից։ Սա ամենակարևորն է, որ մենք խոսենք։ Այսինքն հեթանոս կերպերով երբեք չի կարելի Աստծուն հաճելի լինել։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։ Ես ուղղակի ուրիշ մի կարևոր բան ուզեցի։ Ես ուզեցա տեսնել, որ դուք ճիշտ է, նոր կտակարանը չի խոսում դաջվածքի մասին, բայց նոր կտակարանը խոսում է նորոգված մտքի մասին։ Եվ դա զուգահեռ է 5 կտակարան, որտեղ 5 կտակարանում, երբ որ մարգարեները, երբ որ Մովսեսը ասում է դաջվածքի մասին, հեթանոսական աստվածապաշտության որպես կերպ, ուղղակի ցույց է տալի, որ ձեր միտքը Իսրայել պիտի նորոգվի եւ դուք արտահայտեք ով է ձեր Աստվածը։ Սա նույնն է նոր կտակարանի հետ զուգահեռ։ Ուրեմն նոր կտակարանում չկա դաջվածքի մասին, բայց կա նորոգված մտքի մասին, որից բխում է այդ հեթանոս կերպերը չօգտագործել քրիստոնեական արտահայտության համար։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։